Այսօր կարմիր կիրակի, հինանց շրջանի այս կիրակի մասին մեր խորհրդածությունները մեզ անմիջապես տանում են կարմիր բառի մեկնությանը թերևս ասենք, որովհետև այս կիրակին մեզ ցույց է տալիս, որ քրիստոնեական եկեղեցին իբրև այդպիսին հիմնվել եւ հաստատվել է նահատակների կարմիր արյան վրա։ Երբ մենք Զատկի օրը տոնում էինք Քրիստոսի հարության հաղթանակ ընդդեմ մահվան եւ գերեզմանի, մենք վստահաբար փորձում էինք նաեւ հասկանալ եւ ըմբռնել, որ Քրիստոսի այս զատկական հաղթարշավը շարունակվելու է երկրի վրա, բայց ում միջոցով, ինչ մարդկանց միջոցով, ովքեր են լինելու այդ նվիրյալները, որոնք անձնվիրաբար առանց որևէ հետին մտքի եւ նախապայմանի շարունակելու էին քարոզել Քրիստոսի խոսքը եւ այդ խոսքի համար անգամ իրենց կյանքը տալ։ Քրիստոնեության տարածման առաջին դարերին կային բազմաթիվ մարդիկ, ում անվանում էին նահատակներ, վկաներ, որոնք չարչարվում էին Քրիստոսի հավատքի համար, որոնք իրենց եւ իրենց եղբայրների մեջ մեծ համարում ունեին իբրև արդարներ, ովքեր չարչարվում են արդարության համար։ Հենց այս մարդիկ է, որ սկսեցին ձևավորել քրիստոնեական եկեղեցին եւ հաճախ առաջինից երրորդ դարերի մատենագրական գրվածքների մեջ, հայրերի գրվածքների մեջ կարելի է հանդիպել նման արտահայտությունների, որ նահատակներն իրենց կարմիր արյունով ողողեցին եկեղեցին եւ անապատը ավազը նրանց արյունով մի տեսակ ողողվեց, ջրվեց եւ նոր բույսեր, նոր քրիստոնեական հավատքի ծաղիկներ աճեցին այդ անապատում։ Անշուշտ այս գեղեցիկ պատկերները մեզ միայն մեկ բանի մասին են վկայում, որ ինչպես ասում է երկրորդ դարի հայրերից մեկը, քրիստոնեական եկեղեցու նահատակները հետագայի մեր քրիստոնեական հավատքի սերմը դարձան։ Հենց նրանց այդ արյունից, այդ վկայությունից ծնվեց մեր քրիստոնեական ամբողջ եկեղեցին աշխարհի մեջ եւ հենց այդ վկաների հավատքի եւ նվիրվածության շնորհիվ էր, որ եկեղեցին կարողացավ հաղթահարել հասարակության մեջ մտնելու եւ հասարակությանը քրիստոնյա դարձնելու բարդ գործընթացը։